Հիմա կենտրոնական բանկը երկու քարի արանքում է, մի կողմից գործազրկությունն է, մյուս կողմից ինֆլյացիան է։ Ամերիկայի կենտրոնական բանկը ինչ գործիքներ ունի ինֆլյացիայի դեմ պայքարելու կամ էլ գործազրկության դեմ պայքարելու։ Մի հատ գործիքն է, ինքը փողա լցնում շուկա, թե փողա վերցնում շուկայից։ Հիմա երբ որ ինֆլյացիան մեծանում է, այդ նշանակում է, որ շատ են փող լցրել շուկա, պետքա զսպեն այդ նոր փող տպելը, որը անում են կենտրոնական բանկի տոկոսադրույքը բարձրացնելով։ Կենտրոնական բանկի տոկոսադրույքը բարձր էր արդեն մի 2-3 տարի, ու դա մեկա չէր օգնում, որպեսզի ինֆլյացիան հաղթահարեն։ Ու դեռ ինֆլյացիայի հարցը չհաղթահարած, արդեն տեսնում ենք, որ գործազրկությունն է այնտեղ գլուխ բարձրացնում, իսկ գործազրկության դեմ պայքարելու էլի միակ գործիքը, որ ունի կենտրոնական բանկը, դա փող տպելն է։ Ու ինքը եթե փող տպի, կստացվի, որ գործազրկության հարցը լուծեց, բայց ինֆլյացիան արդյունքում բարձրացավ, եթե փող չտպի, կստացվի ինֆլյացիայի հարցը լուծեց, բայց գործազրկությունը բարձրացավ։ Ու իրականում այս են ֆունդամենտալ խնդիրներից է, որ ունի գործող ֆինանսական համակարգը, ինչ որ պահի ինքը չի դիմանում, ինչ որ պահի ինքը չի կարողանում բալանսավորել ինֆլյացիան ու աշխատաշուկան, ու նմանատիպ խնդիրներ ենք տեսնում։